Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է, ձեր սիրված եւ սպասված։ Բարեկամներ, շարունակում ենք այն ընթացքը, այն գործը, որ մենք անվանել ենք մեր նահանգների, մեր աշխարհների, 15 աշխարհների շարքը ուտեստների, եւ այսօր այդ օրերից մեկն է, որի ժամանակ մենք պիտի պատրաստենք հենց մեր գավառներից, նահանգների անունով մեկ ուտեստ։ Եվ այդ գործին այսօր ինձ օգնելու է իմ հյուրը, իսկ իմ հյուրն է Հայ խոհարարական համակարգերի զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ, կազմակերպության գործադիր տնօրեն, ձեզ քաջածանոթ մեր լավ բարեկամ Գարիկ Գևորգյանը։ Ողջույն։ Ողջույն Գարիկ, ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Եվ ուզում եմ դու ներկայացնես ինչ ուտեստ ենք պատրաստելու ենք գուգարք աղստև ուտեստը։ Եվ արդեն մթերքները դու բացատրի։ Ուրեմն ուտեստը պատրաստվում է նապաստակից։ Այո։ Քանի որ այս ուտեստը կրել են թագավորները, սենց ասենք, հա։ Ուտեստն նախքան ուտեստ պատրաստելը նախնական զրույցում ասիդ արագ պիտի արիշտան դնենք, թեթևակի նոր սկսենք խոսելը։ Այո։ Արիշտան մենք կրստենք եռացող ջրի մեջ, թողնենք ինքը։ Հիմա հասկացանք, որ բաղադրությունը հենց արիշտայով է։ Արիշտան որպես խավարտ, չէ՞։ Այո։ Թեթև թերքաշանանք։ Ահա, մեր արքաներն են ճաշակել եւ մենք ուզում ենք ճաշակել այս ուտեստը, արքա չենք ուզում դառնալ, բայց ուզում ենք հիշել մեր արքայի հետ։ Հիշենք ու ներկայացնենք, նաեւ մարդիկ փորձեն պատրաստել, քանի որ այսօր ճագարը արդեն շատ հասանալի մսամթերք է, չնայած հնում միայն որս են արել ու նապաստակ են բերել թագավորների, արքաների համար։ Այո։ Այսինքն ունենք ճագար, արիշտա, բամյա, մածուն, ձու, ալյուր, չորաթանի հումքը, իհարկե, ալյուրը ձուն եւ մածունը չորաթանի հիմքը։ Քանի որ մենք այս պայն չունենք չորաթանը, մենք մեր վերամշակված ձեռքով։ Բայց դու ունես մի ընկեր, չէ՞ որ կարող է չորաթանի հումքը պատրաստել քո համար։ Դու պատրաստի չորաթանը, ես կնախապատրաստեմ նապաստակը։ Նախապատրաստի աղբեր ջան։ Որ ասում էիր ամբողջական եմ ձուն գցում, ես էլ եմ ամբողջական գցելու, որ այդպես է։ Ուրեմն մենք այսօր պատրաստենք կես ճագարից, որը կլինի շատ մեծ չափաբաժին, արքայական։ Արքաները մեծ չափաբաժնում են կերել քո կարծիքով։ Իհարկե։ Նրանց սեղանին փոքր չափսերով ոչ մի բան չի պատրաստվել։ Սա էսպես։ Մշակում ենք ճագարը։ Ես մասնատում եմ 3 մասի, որպեսզի եւ պատրաստելուց ճիշտ տապակենք եւ մատուցելուց գեղեցիկ լինի։ Ճիշտ է, չափաբաժինը մեծ է, կարող են 2-3 խոխով համտեսել կամ ճաշակել։ 3 մաս ես բաժանել, դրա համար 3, այո, շատ լավ ես մտածել։ Չորաթանի հումքը արդեն պատրաստ է Գարիկ ջան։ Ավելորդ ճարպերը ու ջիլերը հեռացնում ենք։ Իսկ ոնց եք կարծում, ոնց պետք է համեմենք նապաստակը։ Պղպեղ, արդեն կիսայեպ եղավ արիշտան, մենք արիշտան նորից դեռ շոքի հարելու ենք։ Այո։ Բանջարեղենի հետ։ Բանջարեղենի հետ։ Պղպեղ կարծում եմ։ Եվ տապակելու ժամանակ արդեն չորաթանի հետ մի քիչ կտապակենք։ Ես կուզենայի ավելացնել կարմիր կծու տաղդեկը 4։ Կծու։ Կծու, իհարկե։ Կարմիր 4 տաղդեղը դու համեմելու համար ես ուզում ընդհանուր թե պիտի շոկի հարվելու ժամանակ։ Չէ, ես ուզում եմ համեմենք։ Կտրատեմ մանր։ Այո։ Քանի որ մենք ինքներս ենք դա հատուկ չորացնում, բնական արքաների համար։ Այո, թարմ։ Ահա, խնդրեմ։ Այստեղ երևի համեմենք։ Այո։ Խնդրեմ։
Ձև պղպեղ, դու չես սիրում, բայց Շատ եմ սիրում։ կարմիր պղպեղ, այս չոր պղպեղից մի քիչ չորաթանչ ավելացնեմ թեթևակի, ինչ կարծիքի ես։ Թե վերջում։ Չէ, տապակելուց հետո։ Գնացինք Ես քեզ օգնեմ, սիլավ, մարինացնենք, պաստորմացնենք։ ծրագրերի շուրջ խոսելիս նորից պիտի հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ ունենալու ենք 15 ուտեստ մեր նահանգների, մեր աշխարհների, այսպես ասած, անվանմամբ։ Այնպես որ մեր հեռուստադիտողները պիտի սպասեն ամեն օր մի նոր անակնկալի, մի նոր ուտեստի գոյացման ներկա լինեն։ Ես կխնդրեմ քեզ, Սեդրակ ջան, Բամյան։ բամյան երկորությամբ 2 կես անես։ Ախ, այդպես նույնիսկ։ Այո։ Հետո կարմիր պղպեղը կտրատենք։ Հիմա պիտի տապակենք։ Միսը արդեն դնում ենք տապակվելու։ Սկզբից ես տապակեմ մեծ կտորները, հետո կավելացնեմ փոքր կտորները, որ հավասարաչափ պատրաստվեն։ Որպեսզի մեկը շատ չեփի, չորանամ, մյուսը կիսահում մնա։ Շատ լավ։ Բամյան պատրաստ է։ Երկարությամբ էլի բամյային մոտավորապես հավասար, հա, կարմիր տակդեղը։ Այո։ Նմանատիպ կտրվածքով, նույն խոշորությամբ, որպեսզի հավասարաչափ եփվեն։ Ես կվերցնեմ արիշտան քամեմ։ Իսկ ոնց ես կարծում, կարող ենք մի քիչ սոխել ավելացնենք արիշտային տապակելու, չէ՞։ Բամյան եւ պղպեղը։ Բամյան եւ տակդեղը, բայց մենք ունենք նաեւ աշտարակ սոուս, չէ՞։ Այո, աշտարակ թանձուկի եթե ավելացնելու ենք, ուրեմն դա մեզ բավական է։ Ցանկալի է, երբ որ ավելացնում ենք արդեն չորաթանը, ծածկել կափարիչով ու թողնել թույլ կրակի վրա մոտավորապես 30-ից 40 րոպե, որ շոկե հարգի, որովհետև եթե միսը վայրի ավելի ձիգ է, ու շատ երկար ջերմային մշակման խնդիր ունի։ Լավ։ Լավ։ Մենք հիմա կեղև ենք տալիս ուղղակի։ Կևապատում ենք։ Ավելացնում ենք արգանակը մի քիչ, արգանակ։ Շատ չնչի։ Այո։ Քանի որ սկզբից կևապատում ենք, հետո ավելացնում ենք արգանակը ու թանձրուկը, ավելի հյութալի է մնում միսը։ Շատ լավ։ Մենք ինչ ենք ուզում, հենց էլ դա էլ ուզում ենք, որ հյութալի մնա միսը։ Բանի համար։ Խառնենք։ Ահա, հիմա ուղարկենք, թող մի 10 րոպե շոկի առի, մենք էլ խավարտի վրա Այդ աշխատենք։ ընթացքում մենք պատրաստենք խավարտ։ Այո։ Հիմա մենք շարունակենք, հա։ Իսկ խավարտի համար մենք նախատեսել էինք բամյան, տակդեղը, արիշտան, Կարմիր տակդեղը կծու չորացրած մեր ամենասիրելի։ Խնդրեմ ձեթը։ Ես նույնիսկ առաջարկեմ մի քիչ ավելացնել կարակ։ Խնդրեմ։ Եթե դուք դեմ չեք։ Հիմա մենք սկզբից տակդեղը կավելացնենք մեր թշթշացող ձեթի մեջ։ Հա, տեսեք ինչպես են տապակվում
Պղպեղն ու բամյան։ Հենց կեվապատվեցին, արդեն կավելացնենք մեր գլխավոր համեմունքը։ Այո, աշտարակ սոուս։ Աշտարակ սոուսը։ Կավելացնենք արգանակ կամ ջուր, ըստ ցանկացողների, եթե չեն ուզում։ Արգանակ կարող են ուղղակի ավելացնել ջուր։ Եվ կիսայեպ արիշտան կրակը մի քիչ կպակասացնենք, չէ՞։ Այո, թույլ կրակի վրա, կափարիչով կծածկենք։ Այսպես։ Եվ մեզանից դմվի դամում է 4-5 րոպե, բարեկամներ։ 4-5 րոպե հետո մենք արդեն կունենանք եւ խավարտը, եւ արդեն նաեւ կարծեմ, որ մսային մեր կոմպոնենտը։ Սպասենք այդ 4-5 րոպե։ Ահա, արդեն տեսնում ենք, որ խավարտը արդեն պատրաստ է, տակուտեստը պատրաստ է, սկսենք արդեն մանուցել։ Սկսենք ապսեն ձևավորել։ Ես ուզում եմ խավարտին վերջում ավելացնել մի քիչ չորաթան։ Մի խոսա։ Այսպես։ Վերջի վարքյանին ավելացնում ենք, խառնում ենք թույլ տաքության մեջ, հրաշալի համադրություն։ Հիմա մենք արդեն խավարտը գեղեցիկ շարենք։ Ինչպեսի ախորժալի տեսք ունի, տեսնեք պարոն Համոզյան։ Շնորհակալություն։ Ճիշտ եմ մտածել։ Այո, եւ թանձրուկը, որը հյութալի հավելում է մեր ճաշատեսակին։ Ես կարծում եմ մենք պետք է հարստացնենք ու արքայացնենք մեր ուտեստը թարմ կանաչիով։ Այո, պարոն Մամուլյան։ Այո։ Գուգարկ աղստև ուտեստը պատրաստ է։ Գարիկ ջան, քո ցանկությունները, քո առաջարկները, հորդորները, խնդրեմ մեր հեռուստադիտողին։ Ես ուզում եմ մի կենաց առաջարկել համայն հայոց ազգին, ամբողջ երկրագնդի վրա ու եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Ես ցանկանում եմ, որպեսզի մեր ազգը երկար տարիների չարչարանքից, տանջանքներից հետո ունենա մեծ հաջողություն, առողջ կյանքի ընթացք ու խաղաղ սահմաններ։ Խաղաղ սահմաններ ուրեմն նաև մեր զորաց կենացը։ Զորաց։ Վասն ազգաց, վասն հայրենյաց եւ զորաց։ Այո։ Ես զորաց։ Շատ շնորհակալ եմ բարեկամներ ձեր անունից։ Եվս մեկ անգամ պիտի շնորհակալություն հայտնեմ Գարիկին եւ ցանկանանք, որ ինքն էլ ինչպիսին որ կա էությամբ, ինչպես որ մտածում եմ մեր հանրային մտքի հետ կապված, ինքը անձնական էլ այդպիսի հաջողություններ ունենա, ապրես դու Գարիկ, շնորհակալ եմ։ Բարեկամներ, այս լավ նոտայի վրա էլ ուզում եմ հրաժեշտ տալ ժամանակավոր, բնականաբար ամեն օր մենք պիտի հանդիպենք եւ հանդիպելիս ունենանք լավ արդյունք։ Արդյունքը լինի այն, որ մենք միշտ իրար շնորհավորենք հաջողությունների, հաղթանակների համար։ Դարը հաղթական է եւ մենք միասնական ենք։ Իսկ եթե միասնական ենք, ուրեմն անպայման կհասնենք մեր նպատակին։ Լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Տոնական ճագար։ Ճագար 500 գրամ արիշտա, 200 գրամ բամյա, 70 գրամ կարմիր տակդեղ, 50 գրամ մածուն, 200 գրամ ձու 1 հատ, ալյուր 2 ճաշի կտալ, կարակ, ծոտրին, կծու պղպեղ, աղ, բարեախորշակ։